բարև ձեզ հարազատներս, անընդհատ ասում եմ մի բժշկական տեսահոլովակ նկարահանեմ, բայց ամենստելուց հասկանում եմ, որ հոգևոր բժշկությունն ավելի կարևոր է, որ հոգու փրկությունն ավելի կարևոր է, թե ձեր հոգին գոնե ճիշտ ճանապարհի վրա լինի դեպի փրկություն, մարմինը թռվռալով հետևից վազելու է։ Դրա համար երևի այսօր մեղքերից կպատմեմ, որովհետև մեր երկրում լի են մարդիկ, որ չգիտեն մեղքը որն է։ Որ ինչն է մեղքը։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի 10 ամիս է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Զարմանալու է, որ ես բժիշկ պիտի պատմեմ մեղքը որն է։ Հիմա ուզում եմ մի ծանրագույն մեղքից սկսել պատմել, որ պատկերացնեք մեղքը որն է։ Ուրեմն ընտրություններն էին։ Սա քաղաքական տեսահոլովակ չի, ուղղակի մեղքի մասին եմ ուզում պատմել ու պատկերացնեք ինչ է մեղքը։ Ընտրություններ էին, նախընտրական ցույցեր էին, տարբեր մասնակիցներ ցույցեր են արել եւ Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը, ժողովրդի մի մասը մի տեղ գնաց, մի մասը մյուս տեղ գնաց։ Սա ինչ ասում եմ, ենթադրաբար եմ ասում, սա ես 100% տվյալներ չունեմ, ենթադրաբար պատմում եմ, որ ով կարող մեղք կգործեր այդտեղ։ Ենթադրենք, որ մարդիկ էին եղել մեր երկրում, որ չուզելով գնացել են Նիկոլ Փաշինյանի ցույցին, իրանց ստիպել են։ Իսկ ճիշտ է, կարծում եմ Նիկոլ Փաշինյանն այդպիսի բան չի անի, երբեք իր ռեսուրսը չէր օգտագործի, բայց ենթադրենք օգտագործել է ու ենթադրենք մարդիկ են եղել, որ գնացել են չուզելով Նիկոլ Փաշինյանի ցույցին։ Այդ մարդիկ ովքեր են։ Ոնց է, այդ մարդկանց անունը ինչպես է, Հայրենադավ։ Ծանրագույն մեղքն է, ամենածանր մեղքն է, այն մարդով Նիկոլ Փաշինյանին ցանկանում է, որ վարչապետ լինի, գնացել է ցույցին, հետո ընտրել է, ինձ համար մի 100 գլուխ բարձր է, քան Հայրենադավը, մի 100 գլուխ բարձր է, այս մարդու ընտրությունն է, իր ախելք ես քան է կտրում, էս արել, բայց եթե դու չուզելով գնացել ես հանկարծ Նիկոլ Փաշինյանի ցույցին, հայրենադավությունը, ժողովուրդ ջան, հայրենադավությունն չի, որ սատանան պոզերով, պոչը կապած, գալու է քեզ տանի ձեռիցդ բռնած Ադրբեջանին, ասի պատմի ադրբեջանցիներին ձեր զենքը որտեղ է։ Ժողովուրդ ջան, ես չգիտեմ ինչ եք սպասում։ Ադրբեջանցիները լավ գիտեն ձեր զենքը ինչքան է ու որտեղ է։ Ձեր հայրենադավությունը այդ առավոտը, որ պետք է վեր կնայեք ու ընտրեիք, գնաք այդ ցույցին, թե չգնաք։ Դանտեն իր ստեղծագործության մեջ, որ նկարագրել է դժոխքը 9 շրջաններով է նկարագրել, այն ամենացածրագույն շրջանը 9-րդ, մինուս 9-րդ հարկը տեղադրել է հայրենադավներին։ Ամբողջ աշխարհով մեկ ընդունված է, որ հայրենադավությունը ծանրագույն մեղք է։ Այն մարդը, որ գնացել է այդ ցույցին, չուզելով, ենթադրում եմ, որ մի հոգի ասենք, թե գնացել է այդ ցույցին, չուզելով, որ ստիպելով իրեն գնացել է, որ պաշտոնից չզրկվի, աշխատանքից չզրկվի, աշխատավարձից չզրկվի, ով է։ Հայրենադավ է, ու պիտի գնա մեղքերի թողություն տա, որ փրկվի, ժողովուրդ ջան, մեղքը, որ չճանաչեք մեղքը որն է, ոնց կփրկվեք։ Մեղքը ճանաչելու համար այդ կտակարանը պիտի կարդաս, ուրիշ ձև չկա, Աստծո խոսքը պիտի կարդաս, իմանաս մեղքը որն է։ Բայց հենց լավ կլինի մահանակ չիմանաք մեղքը որն էր, որտե մեղք կարեցիք, մեղք կգործեցիք։ Զարմանալու է, ու Դանտեն հետաքրքիր է, որ ի տարբերություն այդ մինուս 9-րդ հարկի առաջի հարկում շնացողներին է տեղադրել, որ պատկերացրեք հայրենադավն ու շնացողը ինչ տարբեր հարկերում են դժոխքի։ Առաջի հարկում շնացողներն է, որ կնոջ թողել է գնացել է մի այլ կնոջ հետ անառակություն արել կամ կինը ամուսնուն թողել է մի այլ տղամարդու հետ անառակություն արել, դե մեր երկրում դա լիոլի է, կյանքը մի հատ է, պիտի սաղ փորձենք, հասցնենք, ապրենք, մենք ենք կարևոր չէ, դե սաղ ուսմունքները ինչի համար եք տենց ուրախացած գնում, որովհետև ձեզ են գովաբանում, որ դուք միակն եք, երանելին եք, ու զարմանում եմ, ինչի համար եմ այս տեսահոլովակը նկարահանում, որովհետև ես 2 տարի 10 ամիս աշխատում եմ, դեռ մի բուժարու չի եկել ու ասի բժշկուի ջան, իմ մեղքի պատճառով ես այսպես հիվանդացա։ Չեմ լսել ոչ մեկից, բայց լի կանայք գալիս են, որ ես ինձ բարի կամեցող, ազնիվ, վայ, չգիտեմ ինչի ես ինձ հիվանդացա, չգիտեմ ինչի ինձ Աստված երեխա չի տալիս, չգիտեմ, բոլորը բարի, քրիստոնյային դա հարիր բառեր չի, քրիստոնյան ամեն առավոտ լեղաճակալում, ասում աման, ոնց Աստված իմ այս մեղքերի պատճառով ինձ չի տարել։ Քրիստոնյան առավոտից իրիկում պարտականություններ ունի, թե իր երեխայի նկատմամբ, ամուսնու կամ կնոջ, ծնողների, հարևանների, գոլեգաների, ղեկավարների, երկրի, քրիստոնյան կարա վերկենա ասի, վայ, ես բարի եմ, ազնիվ եմ, այդ ձեզ մենակ այդ դեբիլ ուսմունքները կարան տենց ասեն, որ դուք դեմք եք, տես բան չկա քրիստոնյայության մեջ։ Քրիստոնյան խաչը կախած զինվոր է, մեղքի դեմ պայքարող, մեղքը, բայց պիտի ճանաչես, որ պայքարես, հենց որ
Քրիստոնյան մեղքի դեմ պայքարում է, սատանան թողում փախնում է, չի սպասում է, ու դե գիտի խաչը կախած քրիստոնյա իր վրա է գալ, գիտի որ լղջելու է, ճմլելու ու անցնելու է վրայով։ Չէ, դուք սենց բանի երանելության մեջ եք։ Ժողովուրդ չգիտեմ։ Մի ամերիկացի հոգևորական է շատ լավ ասել, եթե Աստված ամերիկացիների մեղքերի համար չպատժի, ապա պիտի Սոդոմ Գոմորից ներողություն խնդրի, որովհետև մեղքի մեջ թավալված ու մեղքն էլ չեք զգում, արդեն հասկանում եք, որովհետև մեղքը իմանալու համար պիտի կտակարանը կարդաք, խաչերները կախած, առաջի քրիստոնյա երկիրն է, կտակարանի տեղը չգիտի, ոնց պիտի իմանաս որն է մեղքը, որ չկարդաս կտակարանը, կարող ես ինձ առավոտից երկուն ձեզ գան պատմեն, ասեն, վայ դու այստեղ բան ունեք, անձնական հոգեբան ունեք, որ ձեզ հոգևորական ունես, անձնական, որ գա քեզ ամեն առավոտ ասի, այ դու այստես ինձ սխալ արեցին, մյուս անգամ չանես։ Ժողովուրդը չգիտեմ ինչա ուզում։ Ես այդքան տեսահոլովակներ ունեմ մեր երկրի նկատմամբ, որ կարող մտածեք, թե շատ մտահոգված եմ։ Մեր երկրի մասին ընդհանրապես մտահոգված չեմ, Աստված պահելու է մեր երկիրը։ Իմ մասին եմ մտահոգված։ Կա տենց բան, որ ես կարայի անեի ու չեմ արել։ Կա տենց բան, որ ես կարայի ասեի ու չեմ ասել։ Կա տենց բան, որ կարայի չանեի ու արել եմ։ Ժողովուրդը երանելիների մեջ են։ Ես պետք է մանկաբարձ գինեկոլոգ իրանց բացատրեմ, որ իրանք մեղք են գործել։ Այս աստիճանի, սա ում պատմես չծիծաղա մեր վրա։ Մեր մեղքի մեջ այս մեղքից է, որ մենք սաղ կորցնելու ենք։ Եթե մենք չթոթափենք, վեր չկենանք, ասենք, մենք քրիստոնյա ենք, խաչերներս կապենք ու գնանք պայքարենք սատանայի դեմ, չենք բուժվելու, չի փրկվելու ոչ մի բան։ Այ ժողովուրդ ջան, մի բան եմ պատմում, նկարագիր։ Սա որ ես պատմեմ, ինչի առավոտ կարող եմ մեր երկրի մեղքերը պատմել։ Սա երևի ուրիշտեղ ոչ էլ sense մեղքեր կան։ Սենց բան։ Մի կին է եկել ռեպրոդուկտոլոգիա, ձվաբջիջների դոնոր է։ Գիտենք երևի, որ արտարգանդային բեղմնավորություն կա, որ այն զույգը, որ չի կարողանում երեխա ունենալ, կամ կնոջ մոտ ձվաբջիջների պակաս է, կամ որակը լավը չեն, կամ տղամարդու սպերմատոզոիդների, կամ որակը նեվատը, կամ քանակը, եւ դոնորական են վերցնում, մի այլ մարդուց վերցնում են ձվաբջիջ, կամ սպերմատոզոիդ, կամ երկուսն էլ դոնորական է լինում, պտուղ են պատրաստում, տեղադրում կնոջ արգանդ, որ հղիանա երեխա ունենա։ Մի կին է նկարագրում, եկել է ձվաբջիջների դոնոր է։ Ասում են վրան ոչ մի բնական բան չկա։ Ոչ մի բնական բան չկա։ Մազերը կպցրած, ունքերը տատուաժ արած, ինչ վիրահատություն ստեղծել են վիրահատություններ արած, շրթունքները ուրացրած, կրծքագեղձերը ուրացրած, մի հատ սեփական բան ունի ձվաբջիջ, էդ էլ եկած վաճառում է։ 500,000 դրամ պետք է ստանա այդ գումարը վերցնի ձվաբջիջների տանի, տեսնա ինչ վիրահատություն հենց չի հասցրել անի։ Սա ոնց պիտի անենք։ Ժողովուրդ ջան, ես չի որ ես սենց անմեղ եմ, մենակ ձեր մեղքերն եմ տեսնում, եկած ձեզ ասում եմ, ուղղակի ճանապարհին եմ, այդ մեղքի դեմ պայքարելու ճանապարհին եմ։ Եթե ես մի օր առավոտը վեր չկենամ, որ գրամոլության դեմ չպայքարեմ, հիմա այս չէի տեղավորվի այս շենքի մեջ։ Մեղքը պիտի ճանաչես, ճանաչելու համար այդ կտակարանը պիտի կարդաս, բացես, տեսնաս Աստված քեզանից ինչ ա ուզում։ Ահագին բուսաբանականում քայլում եմ, մարդիկ վազում են, վազելը ես մասնագետ չեմ, ձեր մասնագետների հետ համապատասխան ճշտեք, տեսեք ձեզ կարելի է վազել, թե ոչ ես գիտեմ, որ իմ առողջությունը չի ներում վազելու, ես կարող եմ պարբերաբար մի քիչ վազեմ, բայց մեծ մասամբ արագ քայլում եմ։ Ուրեմն ճարպակալման երևի 3-4 աստիճանն է ու վազում են։ Ժողովուրդ ջան, վազքը չի բուժում որգրամոլություն։ Որգրամոլությունը Աստված արդեն բուժումը տվել է, եթե դուք կարդացած լինեիք կտակարանը։ Բուժումը արդեն այնտեղ գրած է որգրամոլության բուժումը։ Շատ տարածված մեղք է որգրամոլությունը ու պատմել եմ արդեն, որ Քրիստոսի առաջի գայթակղությունը սատանան հենց ուտելիքով արեց։ Երևի գիտեք, որ Քրիստոս Աստված էր, մարդացել է ու հենց սատանան էլ սիրում է բոլոր մարդկանց թաքուն գայթակղեցնի։ Քրիստոս 40 օր ծոմ է պահում, ոչ ուտում է, ոչ խմում է, սովածանում է։ Սատանան մի անգամից գալիս է, ասում է, դե ես գիտեմ, որ դու Աստված ես, այս քարին ասա, որ հաց դառնա։ Ասում եմ միայն հացով չի, որ մարդ կապրի, այլ Աստծո խոսքով։ Այս էլ ձեզ բուժումը։ Հենց որ տեսնում ես սովածացել ես, վազի մի գլուխ կտակարան կարդա։ Քեզ համար բան դիր, որ ամեն ուտելուց առաջ պետք է մի գլուխ կտակարան կարդամ։ Տեսնամ կուտես այդքան։ Փախնելու ես կտակարանից, մենակ թե բան չուտես։ Այ ժողովուրդ ջան։ Մենակ թե կտակարան չկարդաս, փախնելու ես ուտելիքից։ Եկեք մեր մեղքի դեմ պայքարող է։ Եթե ուզում եք դուք քրիստոնյան իմանաք ինչ է խաչը, մենակ խաչ կախածը քրիստոնյա չի։
տեցլի տմբուշկայի վրա է մեծ մասամբ խաչս դրած լինում, տմբուշկան քրիստոնյա չի դարել։ Եկեք մեր խաչերը կախել ենք, եթե կախում ենք, ուրեմն պայքարում ենք մեղքի դեմ, բայց մեղքը պետք է սկզբից ճանաչենք, պայքարենք, հոգևորականներին գնանք մեր մեղքերի թողություն, ասենք, կարծում եմ այսքանը։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։